Եվ այսպես ուշադրություն, հրատապտեղեկատվություն փոքրիկ Տիգրանի վերաբերյալ 10 օրը երեխան չկա, չի գտնվել գետում, չկան որևէ փաստեր, որ կարող են ենթադրել, որ երեխան առևանգված է, այսինքն այնպիսի փաստ, որ հիմա գետը թողնենք, գետում չստուգենք ու ամբողջ ուժերը ներդնենք երեխային այլ տեղ փնտրելու ուղղությամբ, փաստեր չկան իհարկե, շատ ցավալի է, 10 օր հարյուրավոր մարդիկ, միգուցե նաև հազարավոր կարելի է ասել, որովհետև օրեկան հարյուրավոր մարդիկ են գալիս եւ ընդհանուր թիվը հազարներից անցնում է, փնտրում են գետում, գետի հարակից տարածքներում, որտեղ որ հնարավոր է փնտրում են եւ արդյունք ուղղակի չկա։ Ինչ ասես արվել է, օգտագործվել են անօթաչու թռչող սարքեր, օգտագործվել են հատուկ տեսախցիկներ գետի հատակը նկարելու համար, օգտագործվել են ջրասյուզներ, բայց իհարկե արդյունք չկա, բայց կան մեծ աշխատանքներ տարված։ Երեխան եթե գետն էր ընկել, եթե երեխային անհնար էր գտնել, գոնե կարելի էր գտնել երեխայի որևէ հագուստ, օրինակ երեխայի կոշիկները, որևէ բան չի գտնվել։ Եվ միանշանակ չէ, որ գետն է ընկել կամ միանշանակ չէ, որ երեխան պետքա միայն գետի ուղղությամբ գնար, սա հաստատ է, որ արդեն գետը ընկնելը թվում է, թե դարձավ 50-50, եթե այն ժամանակ մեծ հավանականությունը տալիս էին, որ երեխան ընկել է գետը, հիմա ուրիշ բաներ են մտածում, օրինակ երեք տարածվեց տեղեկատվություն, որ գյուղում նկատվել են գնչուներ, ցիգաններ, որոնք առևտուր են անում։ Միայն այդ գյուղում չէ իհարկե, տարբեր գյուղերում, հարակից բնակավայրերում առևտրով են զբաղվում եւ տարածվեց տեղեկատվություն, որ գնչուները կողքի գյուղում զրուցել են մի երեխայի հետ, որը եղել է միայնակ, երբ որ մայրը նկատում է, որ երեխան զրուցում է անծանոթի հետ, մոտենում է շտապ եւ գնչուն պատասխանում է, որ ուղղակի զրուցում ենք, բայց գյուղացիները վախեցել են իհարկե։ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում երեխաների առևանգման գրեթե դեպքեր չեն եղել եւ այդ առևանգումները այս մեր ժամանակներից 10-15 տարի առաջ էր, որ ակտիվ էր, անընդհատ տեղեկատվություններ էին տարածվում, հեռուստացույցով ցույց էին տալիս, որ ինչ-որ մի բնակավայրում առևանգում է տեղի ունեցել, երեխային գողացել եւ այլն եւ այլն։ Ներկայիս պայմաններում, ներկայիս լրատվական եւ ավելի բաց տեսանելի դաշտում երեխաներ չեն առևանգվում, ինչը որ հերթական անգամ այս մի վարկածը փորձում է մաշել, այսինքն համ գետը չի ընկել, համ ասում ենք չեն առևանգել, բայց երեխան ինչ եղավ։ Ոչ մի ապացույց չկա, որ երեխան ընկել է գետը, գոնե մի հատ կոշիկ գտնեին գետից։ Մարդիկ աշխատել են փայլուն կերպով, բայց ոչ մի բան չեն կարողացել գտնել եւ ոչ մի ապացույց չկա, որ երեխային գողացել են։ Այսինքն տարօրինակ անցուդարձ գյուղում, ինչ որ անծանոթ մեքենաների շարժ, անծանոթ մարդկանց այդ օրը նկատել գյուղում, կամ հայրը եւ պապիկը գտնվելով ճանապարհի վրա գործ անելիս ցանկացած շարժ, այն էլ գյուղերում, փոքր գյուղերում միանշանակ նկատելի է։ Իրենք դա էլ չեն նկատել, այսինքն երեխան ուղղակի առեղծվածային մի պատմության ստեղծող դարձավ, որ ամբողջ հայություն հետաքրքրված է։ Իհարկե բոլորի սրտերը ցավում է, բոլորն էլ ցանկանում են, որ երեխան ողջ լինի, անգամ առևանգված լինի, բայց ողջ լինի, այո, բնականաբար գետի տարբերակը շատ ցավոտ է, ոչ ոք չի ցանկանա, որ այս փոքրիկը գտնվի գետից, դա կլինի իհարկե սարսափելի, դա կլինի շատ ցավոտ ամբողջ հայ ազգի համար եւ այդ ընտանիքը, այդ երեխան արժանացել է ամբողջ հայ ազգի, Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայրենակիցների ուշադրությանը, սրտացավությանը, այս դեպքը պետքա դաս լինի բոլորի համար, որ երեխաներին պետքա ավելի ուշադիր լինել, իհարկե նրանք ուշադիր են եղել, դա այսպես ասած պատահականություն է եղել, ծնողները այն ծնողները չէին, որ կարող են իրենց երեխային անտերության մատնել, բայց եղեք ավելի ուշադիր, մանավանդ այն դեպքում, երբ որ դուք ապրում եք վտանգավոր բնակավայրերում, գետից մի քանի մետր այն կողմ ապրելը համարվում է այո վտանգավոր բնակավայր։ Եվ այսպես ուշադրություն, ինչպես կարելի է իմանալ որտեղ է երեխան, որ ուղղությամբ գնաց եւ որտեղ է հիմա նա գտնվում։ Այսօր ամբողջ աշխարհը օգտվում է արբանյակային
ինֆորմացիայից, այսինքն արբանյակները վերևից նկարահանում են եւ դա փոխանցում են մարդկությանը եւ մարդկությունը արդեն համապատասխան ձևով դա օգտագործում է իր սեփական շահերի համար։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական արբանյակը, բայց չգիտենք դա նկարահանման արբանյակ է, թե ինչ արբանյակ է եւ ինչպես է այն աշխատում, բայց մենք ունենք գործընկեր պետություններ, այսպես ասած, թե Ռուսաստանը, թե Ֆրանսիան, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են փոխանցել արբանյակային տվյալներ։ Շատ-շատերը նույնիսկ այդ երկրներից Ամերիկային կամ Ռուսաստանին կամ Ֆրանսիային, որ դիմենք, ասենք, գիտեք ինչ կա, մի հատ շատ կարևոր դեպք է, որ պետք է բացահայտվի, ամբողջ հանրությունը ներգրաված է, անհանգիստ է, երեխա է կորել եւ այլն, իրենք կասեն, որ արբանյակները կարող են օգտագործվել բացառիկ դեպքերում եւ դժվար թե այդ դեպքը իրանք ընդունեն որպես բացառիկ, բայց մեզ համար բնականաբար բոլորի սիրտը ցավում է եւ միակ, այսպես ասած, լուծումը մենք իհարկե չգիտենք դա ինչքանով է հնարավոր, թե հնարավոր չէ, բայց մենք գիտենք տեղեկատվություններ, որ օրինակ արբանյակային ինֆորմացիան ամբողջությամբ Ամերիկան տրամադրում է Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան հասկանա, թե ռուսական տանկերը, ռուսական զրահատեխնիկաները որտեղ են գտնվում, ոնց են շարժվում եւ այլն։ Եվ վստահաբար այդ արբանյակները նկարահանումներ իրականացնում են ամբողջ երկիր մոլորակի տարածքով եւ շատ հեշտ է գտնել, թե ինչպես է երեխան կորել։ Քանի որ մենք չունենք արբանյակներ, չունենք նման հաստատություններ, մենք շատ հեռու ենք դրանից, դրա համար մենք չգիտենք դա հնարավոր է թե հնարավոր չի, բայց մենք գիտենք, որ ուրիշ պետություններում դա միանշանակ հնարավոր է։ Այս հարցում մեզ կարող է աջակցություն ցուցաբերել օրինակ Ռուսաստանը կամ Ամերիկան, բայց ելի եմ ասում, մեկ երեխայի համար դժվար թե իրանք գնան նման քայլի կամ դժվար թե Հայաստանի Հանրապետությունը դիմի Ամերիկային կամ Ռուսաստանին, բայց որ վերևից ամեն ինչ երևում է, ամբողջ տեսագրությունները իրանց ձեռքում են, դա միանշանակ է։ Ցանկացած վայր, ցանկացած մարդու կարողանում են հետևել վերևից եւ այդ հնարավորությունները այսօրվա դարը տալիս է մարդկությանը եւ եթե կա այդ հնարավորությունը, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Ճիշտ է, վերևից նկարահանումներ այսօր անում են, բայց դրա մասին չի խոսքը նրա մասն է, որ ժամանակը հետ տան, տեսագրությունները հետ տան եւ այն օրը, այն ժամին, որ երեխան կորել է, դիտեն այդ օրվա արբանյակների կողմից ձայնագրությունները եւ միանգամից կերևա թե երևա